Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում Բուն զրույց ընտրություններ հաղորդաշարն է, ես Աննա Մինասյանն եմ։ Մեր ստուդիայում դեռ 2025 թվականի վերջին օրերն են, բայց ձեր տներում արդեն ընտրական 2026 թվականն է։ Բոլորիս մաղթում եմ խաղաղ, բարեկեցիկ և ստեղծագործ տարի։ Թեև մեր տրամադրությունը տոնական է, այսօրվա մեր թեման բնավ թեթև չէ։ Մենք մի քանի ամիս առաջ արդեն քննարկել ենք նախընտրական շրջանի քաղաքական հիմնական նարատիվները և փորձել հասկանալ, թե ինչպես են դրանք ուղեկցելու 2026 թվականի ընտրությունները։ Այսօր կփորձենք կրկին անդրադառնալ դրանց և հասկանալ, թե արդյոք դրանք որևէ փոփոխությունների ենթարկվել են, վերաձևակերպվել են գուցե հատկապես տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին։ Այսօր ինձ այս հարցում կօգնի իմ գործընկեր, իրանագետ և տարածաշրջանային վերլուծաբան Աննա Գևորգյանը։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիր հրավերս։ Շնորհակալ եմ հրավերի համար, Աննա ջան։ Հետաքրքիր զգացողություն է այս տաղավարում լինել, բայց էսա թողել։ Այո, ես շատ ուրախ եմ, որ ինձ հյուրես եկել։ Աննա, մենք խոսել ենք մի քանի ամիս առաջ արդեն այս թեմայի շուրջ, բայց բնականաբար զարգացումները շարունակվում են և դեռ կշարունակվեն ընտրություններին ընդառաջ, կարող են փոփոխություններ ևս լինել։ Մենք ուզում ենք հասկանալ, նայել, թե ըստ քո դիտարկումների վերջին մի քանի ամիսներում արդյոք որևէ նշանակալի փոփոխություններ տեղի են ունեցել հիմնական քաղաքական դերակատարների նարատիվներում, թե ոչ, և ինչ ազդեցությունների ներքո են դրանք տեղի ունենում, եթե նման դիտարկումներ ունես։ Կարծում եմ փոփոխություններից խոսելուց առաջ երևի ավելի շատ նկատելի են սրացումները, այդ առանցքային միտումների ավելի խորացված լինելը սրացումը, որ առանցքային միտումները նկատի ունեմ, դե նախ եւ առաջ վերջին տարիներին շատ ավելի այսպես սուր էր զգացվում են հանգամանքը, որ բոլոր հարցերի վերաբերյալ այդ երկբևեռացվածությունը կար, պարտադիր այդ երկատված մոտեցումը կամ հյուսիսի կողմից ես, կամ արևմուտքի կողմից ես, կամ փրկիչ ես, կամ դավաճան, չգիտեմ, բոլոր հարցերում կա տպավորություն, որ քաղաքական ուժերին շատ ավելի հեշտ է, երբ դաշտը բաժանվում է երկու հատվածի սև եւ սպիտակ, եւ ընտրողներին այլ բան չի մնում, քան պարզապես ընտրել այդ երկուսի միջև։ Որքան ավելի մոտենում ենք ընտրական փուլին, այդքան այդ պատումները շատ ավելի սրվելու են եւ միմյանց հանդեպ մեղադրանքները նույնպես։ Ես որպես մարդ, որ փորձում է հետևել արտաքին քաղաքական հարցերին վերաբերող նարատիվներին, կարող եմ ասել նաեւ, որ նույնիսկ վերջին տարիների համար չի միայն, որ հատուկ են այս մոտեցումները։ Եթե նայենք նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում, այն հանգամանքը, որ ամենօրյա ռեժիմով քննարկումները եղել են նրա մասին, թե մենք կործանվում ենք, թե դառնում ենք տարածաշրջանի ամենաժողովրդավարական, ամենաանվտանգ, ամենան վագրը տնտեսական թռիչքի տեսանկյունից եւ այլն, բոլոր տարիներին, բոլոր փուլերում այս մոտեցումը կարելի է նկատել եւ այս ճոճանակը անverջ, որ կայուն վիճակ չկա, դու անverջ կամ շատ վատ իրադրության մեջ ես, կամ շատ լավ իրադրության մեջ ես, անverջ մեզ ուղեկցել է եւ հետաքրքիրն է, որ որպես կանոն այդ տեսակ պատումները սկսում են աննախադեպության բաղադրիչով, որ երբեք այսպես չի եղել, երբեք չի եղել, որ մենք այսքան ինքնիշխան լինենք, չէ, իշխանական կողմից կա այս պատումը, եւ հակառակը երբեք չի եղել, որ մենք այսքան մոտ լինենք պետության կործանմանը, պետություն կորցնելուն։ Հետաքրքիր է, որ ես հաճախ ունենում եմ այդ գայթակղությունը վերցնելու մեր 90-ականների մամուլից հատվածներ, հայտարարություններից ու հարցազրույցներից եւ դնելու սոցիալական ցանցերում հարցնելու, թե կգուշակեն արդյոք թե սա ում խոսքերն են եւ որ թվականին։ Ես դες հավաստիացնում եմ, որ մի երկու այդպիսի փորձ արել եմ եւ հավաստիացնում եմ, որ եթե շարունակեմ այդ փորձերը, միշտ լինելու է այդ ծուղակը ենթադրելու, որ դա մեր ժամանակների, մեր օրերի խոսակցություններ են, այնինչ խոսքը վերաբերում է օրինակ 95 թվականին, 99 թվականին, 2000-ականների սկզբին եւ այլն։ Եվ դրանց կողքին կա նաեւ արտաքին քաղաքականին զուգահեռ այն հանգամանքը, որ այս ժողովուրդը ժողովուրդ չի եւ
դրա իհարկե հակառակ նշանը, որ աստվածընտրյալ այս ժողովրդին բայց տեսակ պետություններ պետք, բայց տեսակ իշխանություններ պետք եւ այլն եւ այլն։ Ես այս տեսակ պատումները 90-ականների հենց սկզբից, ինչպես ասացի, նկատելի է, կարելի է տեսնել եւ հետաքրքիր է, որ քննարկումները այդ փակ շրջանակից դուրս կարծես չեն գալիս։ Եվ դա մեծապես խոչընդոտում է եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումների դաշտում փոփոխություններ, հասունացում ունենալու տեսանկյունից եւ հասարակությունը պիտի հասունանա եւ քաղաքական դաշտում եղած դերակատարները պիտի հասկանան, որ դավաճանից ու փրկչից անդին պետք է լինեն առարկայական վերլուծություններ ու քննարկումներ, բայց մենք շահերի մասին եւ մենք պարփակված ենք մնում այդ կարծրատիպային մտածողության մեջ եւ մեզ կարծես թույլատրված չի դրանից անդին կարեւոր քննարկումներ ունենալ եւ հիմա էլ եթե հետեւում ենք նույն այդ տենդենսը շարունակվում է օրինակ հնարավոր չի ապրել աշխարհաքաղաքական այն փոփոխությունների ժամանակաշրջանում, որում մենք ապրում ենք, ընդ որում համաշխարհային մակարդակով, բայց նաև տարածաշրջանային եւ չունենալ մարտահրավերներ եւ ռիսկեր։ Դրանք բնական, այսպես ասած, զուգընկերներն են այն զարգացումների, որոնք մենք ապրում ենք, բայց մենք փոխանակ քննարկենք այդ իրական ռիսկերը եւ փորձենք մատնանշել այն սխալները, որոնք արվում են ռիսկերը ավելի լավ չեզոքացնելու տեսանկյունից կամ առաջարկելու ավելի լավ տարբերակներ, թե ինչպես կարելի է ավելի լավ ապահովագրել մեզ, դրա փոխարեն մենք ստեղծում ենք եւ մենք ասելով տվյալ դեպքում նկատի ունեի քաղաքական դաշտի այդ հիմնական դերակատարները ստեղծում են իրատեսական ուռճացված մարտահրավերներ ու ռիսկեր եւ դրանց դեմ պայքարը դառնում է որպես շատ ավելի հեշտ, կարելի է ասել իշխանությունների համար, բայց նաև ռեսուրսատար եւ ողջ ժամանակը ծախսվում է օրինակ հերքելու համար, որ Հայաստանում մզկիթներ են կառուցվելու, փոխանակ քննարկում լինի նրա մասին, թե ի վերջո սահմանները մի օր բացվելու են եւ դա իր հետ բացի հնարավորությունները ինչ նաեւ ռիսկեր կարող է բերել եւ այդ ռիսկերը ինչպես կարելի է եւ իրավական դաշտում փոփոխություններ անելու տեսանկյունից եւ հասարակության հոգեբանության մեջ փոփոխություններ անելու տեսանկյունից ինչպես կարող ենք մեզ ավելի պատրաստված զգալ այդ փոփոխությունների նախաշեմին Սրանով ուզում էի ասել, որ ցավոք սրտի փոփոխությունների մասին խոսելը շատ դժվար է, բայց կարող ենք խոսել նրա մասին, որ գույները քանի գնում խտանում են եւ առաջիկայում էլ ավելի են խտանալու։ Եվ այստեղ շատ կարեւոր բան նշեցիր, որ այ ուռճացվում է ամեն ինչ հատկապես այդ մարտահրավերները, սպառնալիքները շատ հաճախ կարող ենք երկու կողմից էլ լսել, այսպես ասած, ամեն սեղանի տակ Ռուսաստան կամ Ադրբեջան կամ Թուրքիա փնտրելու այդ մոլուցքը կարելի ասել, հա, եւ ամեն ինչը այդ լույսի ներքո ներկայացնելը, որի արդյունքում իրական միջամտությունները եւ իրական սպառնալիքները, որոնք միամիտ չլինենք, կան։ Կորում են, այսինքն լղոզվում են եւ մարդիկ կամ սկսում են հավատալ, որ ամեն ինչ այդ գույներին, խիտ գույների ներքո կամ առհասարակ ամեն ինչ սուտ է, ոչ մի բան չկա։ Հիմա վերադառնալով մեր սիրելի ռացիոնալ դաշտ եւ քո վերլուծություններին ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական իրավիճակում ակնհայտորեն երկրները ունեն շահեր, այդ թվում Հայաստանի հետ կապված, այդ թվում Հայաստանի ընտրությունների հետ կապված եւ այս նախընտրական շրջանում որ նարատիվներն են, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ աջակցում են ուղիղ կամ անուղղակի ձևերով, այսինքն ինչ որ ձևերով մասնակցություն ունեն այդ նարատիվների ստեղծման մեջ, այսինքն այն ռացիոնալ մասը վերցնենք իրական, այն ինչ որ մեր կանխատեսմամբ, քո կանխատեսմամբ իրական, ոչ թե մտածածին, որոնք են այդ հիմնական են ուղղությունները, որոնցով տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ մասնակցում են մեր քաղաքական կամ ընտրական որոշումների կայացման կամ կուզենան մասնակցել։
Շատ լավ, այդ ուզենալուց երևի սկսենք։ Բնականաբար աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ ունեն իրենց շահերը տարածաշրջանում եւ տարածաշրջանային համատեքստում Հայաստանում տեղի ունեցողն էլ կարևոր է իրենց համար։ Օրինակ մի քանի ամիս առաջ Թոմ դե Վալը վերլուծաբան Քարնեգիում գրել էր մի հոդված, որտեղ նշում էր նրա մասին, որ հայաստանյան ընտրությունները այլևս միայն Հայաստանի այս առնվազն ընտրությունները միայն Հայաստանի մասին չեն, այլ աշխարհաքաղաքական ընտրության մասին ընտրություններ են։ Եվ սա օբյեկտիվ ճշմարտություն է, որովհետև եթե մենք այս զրույցի ընթացքում էլ արձանագրեցինք, որ այդ երկբևեռացվածությունը կա եւ կա այդ մոտեցումը, որ այս ընտրություններին կախված նրանից, թե ում իր քվեն կտա Հայաստանի քաղաքացին, Հայաստանի արտաքին քաղաքականությունն էլ դրանից կախված կարող է փոխվել, հետեւաբար այո, սրանք նաեւ աշխարհաքաղաքական ընտրություններ են։ Եվ պարզ է, որ եւ տարածաշրջանում եւ ավելի գլոբալ աշխարհաքաղաքական կենտրոնները պիտի իրենց շահագրգռվածությունը ունենան այս կամ այն ելքի տեսանկյունից։ Պարզ է, որ արևմտյան երկրները եւ մասնավորապես Եվրամիությունը երևի տարանջատենք նաեւ ԱՄՆ-ն ունի իր շահերը, Եվրամիությունը ունի իր շահերը, վերջին շրջանում նույնիսկ կարող են Եվ մենք տեսնում ենք, որ տարբեր տարածաշրջաններում դրանք կարող են լինել նաև հակասող շահեր, բայց առանցքայինը Եվրամիության շահերի տեսանկյունից այն է, որ որքան ավելի շատ իր հարևանությամբ լինեն երկրներ, որոնք կկարևորեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը եւ նման արժեքներ, հիմա գիտեմ, որ կան քննադատություններ եւ հակափաստարկներ, որ դրանք երկակի ստանդարտներով են ուղեկցվում, գնահատականներ տալը եւ այլն, բայց այստեղ խնդիրն այն է, որ մյուսների դեպքում բոլորովին էլ երկակի չեն այդ ստանդարտները, մի ստանդարտ է եւ այդ ստանդարտը չընդունելն է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ ազատությունները։ Եվ այս տեսանկյունից Եվրամիության համար էլի իր շահերից է դա բխում, այնպես չի, որ այլ երկրների հասարակությունների համար այսպես շատ մեծ սիրով լցված լինելու պատճառով է, այլ իրենց ռազմավարության հիմքում այն սկզբունքն է, որ իրենց շահից է բխում, որ իրենք շրջապատված լինեն, իրենց հարևանությամբ լինեն այնպիսի երկրներ, որոնք այս արժեքներին են հետևում։ Հետևաբար այս տեսանկյունից իրենց համար կարևոր է լինելու, որ առնվազն ընտրություններից հետո իշխանության գան ուժեր, որոնք որ ժողովրդավարությունը չեն դիվականացնի, չեն ասի, որ այլևս ընտրություններ չեն անցկացնելու, որովհետև պետք չի հույսը դնել ժողովրդի քվեի վրա, խոսքի ազատությունը չեն սահմանափակի եւ կփորձեն մաքսիմալ շարունակել նաեւ հարաբերությունների խորացումը Եվրամիության հետ։ Այստեղ ուզում եմ անպայման շեշտել, որ այստեղ էլ կա ուռճացված նաև ակնկալիք, թե ինչ կուզենա Եվրամիությունը Հայաստանից, այն անդամության հարցը, Եվրամիության անդամ դառնալու հարցը, կարծում եմ այդ ուռճացվածության դրսևորումներից մեկն է, որովհետև Եվրամիությունը ընդլայնման մասին քաղաքականություն ունի իհարկե, բայց այդ քաղաքականությունը բազում մի կողմից խոչընդոտներ ունի, մյուս կողմից էլ այդ ընդլայնման քաղաքականության համատեքստում Եվրամիության ներսում էլ կան բազում տարաձայնություններ, թե դա պետք է իրականացնել, թե ոչ, իրականացնելու դեպքում հերթում բազում երկրներ կան եւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը եթե փորձի իր հարաբերությունները խորացնել Եվրամիության հետ եւ փորձի իր կյանքի, կենսամակարդակի, քաղաքական համակարգի ստանդարտները հասցնի Եվրամիության մակարդակին, ապա դա ինքնին մեզ համար շահեկան է եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ այդ ընդլայնման քաղաքականության համատեքստում ընդլայնումը վերաբերվի նաեւ Հայաստանին։ Հետեւաբար այստեղ էս ուռճացված հատվածն էլ լավ կլինի, որ ունենանք մեր մտքում, որ հաճախ կան քաղաքական շրջանակներ, որ այս թեմանել են ուռճացնելով շահարկում։ Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, մի քանի ամիս առաջ անցյալ ամիս ավելի կոնկրետ հրատարակվեց նոր ազգային անվտանգության ռազմավարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ եւս մեկ անգամ փաստվեց նոր ադմինիստրացիայի, Թրամփի ադմինիստրացիայի մոտեցումը, որ այդ առաջին տեղում Ամերիկան իհարկե լինելու է առանցքային, այսպես ասած, շարժիչ ուժը իրենց ռազմավարության։ Բայց դրա հետ մեկտեղ Թրամփի ադմինիստրացիան արդեն մենք էլ տեսնում ենք, որ որդեգրել է նաեւ այդ աշխարհի խաղաղություն բերելու ռազմավարությունը եւ այդ խաղաղությունը տնտեսական շահերով պարտադրելու մարտավարությունը։
Եվ այս տեսանկյունից մենք չենք կարող ասել, որ Հարավային Կովկասը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար անեական մի տարածաշրջան է, հատկապես TRIP-ի ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելուց հետո ճիշտ հակառակը, եթե հաշվի ենք առնում, որ վերջին շրջանում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կենտրոնական Ասիայի 5 երկրների միջև են հարաբերությունները քանի գնում ավելի սերտ դառնում, առանձին հանդիպում տեղի ունեցավ Վաշինգտոնում այդ երկրների ղեկավարների հետ եւ Կենտրոնական Ասիայի հետ իր հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգները պատկերացնում է բնականաբար աշխարհագրությունը չանտեսելով Հարավային Կովկասով եւ ունենալ նաև այլընտրանքային ուղիներ այդ մեծ միջին միջանցքի պրոյեկտի շրջանակներում կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի դիտանկյունից։ Սա ինչու եմ շեշտում, որովհետև էլի այդ կարծրատիպային մոտեցումը կա, չէ, որ ինքն իր շահերն ունի եւ բոլորովին մտահոգված չի Հարավային Կովկասով, առաջին հատվածը ճիշտ է, բայց Հարավային Կովկասը հետաքրքրված է, այո, որովհետև կան շահեր, որոնք որ կոնկրետ աշխարհագրորեն համընկնում են Հարավային Կովկասի հետ։ Գալով արդեն մեր տարածաշրջան։ Մեր տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանը տարբեր հարցերում ունենալով տարաձայնություններ Հարավային Կովկասի իրենց քաղաքականությունների մեջ ունեցել են մի ընդհանրություն, որ իրենց համար կարևոր է եղել, որ տարածաշրջանում երրորդ երկրների մասնակցությունը հնարավորինս նվազ լինի։ Ընդ որում, երբ խոսք է գնում Ռուսաստանի ու Իրանի վերաբերմունքի մասին եւ հատկապես Հարավային Կովկասի վերաբերյալ երրորդ ուժեր ասելով նրանք նկատի ունեին նաեւ Թուրքիան, ոչ միայն Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու կամ Մեծ Բրիտանիան, այլ նաեւ Թուրքիան։ Սա շատ հաճախ են մոռանում բոլոր այն մեկնաբանները, որոնք ամեն անգամ Իրանից այդ հայտարարությունները լսելիս, որ երրորդ ուժերը չպիտի միջամտեն Հարավային Կովկասի գործերին, դա անմիջապես վերագրում են պարտադիր արևմտյան երկրներին։ Եվ 20 թվականի պատերազմից հետո բնականաբար այդ ուժային բալանսը քանի որ փոխվեց, երկուսի մոտ էլ կար այդ մտահոգությունը, որ այդ իրենց ընդհանրությունը այլևս չեն կարողանում այդ շահերը սպասարկել եւ Թուրքիայի ազդեցությունը կարող է մեծանալ Հարավային Կովկասում, արդեն իսկ որոշակի ճեղքում էր տեղի ունեցել, որովհետև առաջին անգամ ֆիզիկական իմաստով ռազմական ուժերը Թուրքիայի ներկա էին Հարավային Կովկասում, Աղդամում այդ թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնը կար, Ղարաբաղյան պատերազմից հետո Թուրքիան մասնակցեց նաև Կասպից ծովում ռազմածովային այդ զորավարժություններին, ընդ որում նաև Պակիստանի մասնակցությամբ, սա նաև ոչ միայն Հարավային Կովկասում եղած ստատուս քվոյի փոփոխություն էր, այլ նաև Կասպից ծովի վերաբերյալ այդ 2018 թվականին ստորագրված հռչակագրի դրույթների խախտում էր, եւ այս բոլորը մի տեսակ լուրջ ահազանգեր էին նաև Իրանի համար, որ տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում եւ ինքը ոչ միայն կարող է մեկուսանալ տարածաշրջանային զարգացումներից, այլ նաեւ այդ փոփոխությունները կարող են որոշակի անվտանգության սպառնալիքներ ունենալ նաեւ Իրանի համար։ Հետևաբար Իրանից ու Ռուսաստանից մենք դեռևս այդ շահերը, եթե փորձենք մեկնաբանել, այդ շահերը դեռևս նրա մասին են, որ որքան հնարավոր է խոչընդոտեն Թուրքիայի ազդեցության մեծացումը Հարավային Կովկասում եւ որքան հնարավոր է, եթե մի կողմի համար ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, բոլոր այդ մյուս արժեքները կարեւոր էին Եվրամիության համար, ապա այս երկրների համար դրանք ընկալվում են որպես սպառնալիք, որովհետեւ եթե տարածաշրջանում երկրներ են հայտնվում, որոնք որ իրենց օրինակով կարող են ցույց տալ, որ դա նաեւ իր հետ բերում է տնտեսական զարգացում, դա բերում է բարեկեցություն, ապա իրենց ներքին խոսույթները այն մասին, որ դրանք արևմտյան ներդրված արժեքներ են, որպեսզի կեղծ արժեքներ են, որպեսզի երկրներ քանդեն եւ կործանեն երկրներ, շատ ավելի դժվար կլինի դրանց մասին խոսելը։ Հիմա ամեն անգամ երբ մենք խոսում ենք նրա մասին, որ այս երկրները ունեն այդ շահերը, պիտի խոսենք նաև նրա մասին, թե որքան ռեսուրս ունեն այդ շահերը սպասարկելու, որովհետև մի բան է, թե իրենք ինչ կուզեին ունենալ, այլ բան է, թե ինչքան ռեսուրս կարող են օգտագործել ու կիրառել այդ իրենց շահերին հասնելու համար։ Ուկրաինայում պատերազմի սկսելուց հետո 22 թվականին ակնհայտ է, որ Ռուսաստանը
աստիճանաբար իր այդ առանցքային շահերը զոհաբերում է արևմտյան ճակատում իր խոցելիությունը նվազեցնելու համար։ Դա համատեքստում եմ ես վերլուծում թե ինչ տեղի ունեցավ Արցախում, թե ինչ տեղի ունեցավ 22 սեպտեմբերին, երբ հարձակում եղավ Հայաստանի վրա եւ Ռուսաստանը չարձագանքեց պատշաճ ձևով, ընդ որում մենք որպես կանոն խոսում ենք, որ ՀԱՊԿ չարձագանքեց այնպես, ինչպես պիտի արձագանքեր, բայց մոռանում ենք, որ մենք նաեւ 97 թվականից ունենք հայ-ռուսական այդ փոխօգնության պայմանագիրը, մենք դրա մասին։ Այո, ինքնամխիթարանքի համար փորձում ենք լռել դրա մասին։ Եվ այս բոլորը հաշվի առնելով Ռուսաստանը իսկապես բավարար քաղաքական եւ մնացյալ բոլոր ռեսուրսների տեսանկյունից բավարար պատրաստվածություն Հարավային Կովկասում միջամտելու այնքանով, որքանով ինքը կուզեր, չունի։ Բայց դրա կողքին նաև չպիտի մոռանանք, որ դա չի նշանակում, որ բոլորովին թուլացած վիճակում է եւ որևէ միջամտություն անել չի կարող, եւ շեշտը դրվում է հենց այդ տեղեկատվական պատումների մակարդակում հոգեբանական ազդեցություն ունենալու վրա եւ ինչն է այդտեղ առանցքային խոսույթը, որ եթե այստեղ չլինի Ռուսաստանի եւ Իրանի համագործակցությամբ այսպես վահանով պաշտպանությունը Հայաստանին, ապա այստեղ կլինի թուրքական վերահսկողություն եւ ոչ թե արևմուտքի հետ փոխգործակցություն, եւ դա կլինի պարզապես կործանում Հայաստանի։ Այս պատումը հատկապես քաղաքական ընդդիմադիր շրջանակներում շատ սիրելի պատում է, որովհետեւ իրենց շատ օգնում է խոսել նրա մասին, որ այն բոլոր իշխանությունները, որոնք խոսում են արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերությունների մասին, մոռանում են, որ մեզնից արևմուտք Թուրքիան է եւ մեզ համար արևմուտքը Թուրքիայի հետ հարաբերություններն են, իսկ դե այդ հարաբերություններն էլ մեզանում ընդունված չի վերլուծաբանի դիրքից։ Դա պարտադիր պետք է վերլուծել էմոցիոնալ, հայրենասիրական դիտանկյունից եւ մոռանալով, որ մենք պետություն ենք, զուգահեռներ տանելով 15 թվականի հետ, որտեղ մենք ցեղասպանվել ենք եւ այդ ցեղասպանվածի բարդույթի դիրքից խոսել նրա մասին, որ այդ հարաբերությունները հայեր եւ Թուրքիա հարաբերություններ են եւ ոչ թե Հայաստանի Հանրապետություն եւ Թուրքիա հարաբերություններ։ Այստեղ շատ կարևոր է նաև, որ այս պատումների մեջ մի առանցքային բաղադրիչ կա, որը շատ էլի խանդավառորեն օգտագործվում է Հայաստանում, առանց ընկալելու, որ դա մի տեսակ նաև վիրավորական է, եթե դու օրինակ դեմ չես, որ որևէ երկիր ասի անկախ նրանից Հայաստանի իշխանությունը Հայաստանի այս կամ այն հատվածը պաշտպանելու է, թե չէ, Իրանը պաշտպանելու է, օրինակ Սյունիքի մասին են ասում, կամ Ռուսաստանը, չգիտեմ, Թուրքիայի սահմանակից հատվածներում իր պաշտպանությունը իրականացնելու, անկախ նրանից Հայաստանը դա ուզելու է, թե չէ։ Փաստացիորեն խոսում են նրա մասին, որ Հայաստանի կամքը առանց հաշվի առնելու բարեկամ երկրները կարող են ինչ-որ գործողություններ անել, եւ սա նույնպես, այսպես ասած, շրջանառում են որպես իրենց համար կարևոր փաստարկ։ Բայց եթե վերադառնանք էլի Իրանի եւ Ռուսաստանի շահերին, իմ պատկերացմամբ Իրանի համար առանցքային շահ է, որ այստեղ կայունություն լինի Հարավային Կովկասում։ Եվ երբ խոսք է գնում երրորդ ուժերի մասնակցության կամ միջամտության մասին, ապա օրինակ եթե վերլուծենք, թե ինչպես Իրանը արձագանքեց Եվրամիության դիտորդների ներկայությանը եւ նույնիսկ TRIP-ի ծրագրի, ասել չարձագանքեց, կամ արձագանքեց երկակի մոտեցումներով, որովհետև Իրանի ներսում էլ այդ երկփեղկված պատկերացումները կան, թե ինչպես պետք է իրենք հարաբերվեն արևմուտքի հետ, կառավարությունը մի դիրքորոշում ունի, Գերագույն հոգևոր առաջնորդի մերձավոր շրջապատը մեկ այլ դիրքորոշում, բայց առնվազն մենք կառավարության կողմից ունեցանք այն մոտեցումները, որ սա ոչ միայն իր հետ կարող է ռիսկեր բերել, այլ նաև նոր հնարավորություններ նաև Իրանի համար, եւ այս բոլորը եթե դիտարկենք այն համատեքստում, որ Իրանի համար շատ ավելի կարևոր է, որ չլինի նոր ռազմական բախում, որը իր հետ կբերի օրինակ նոր հնարավորություն, որ Թուրքիան ռազմական միջամտություն ունենա,
կամ ավելի պատկերավոր ասած, Իրանի համար ավելի լավ է քաղաքացիական, եվրոպական, դիտորդական առաքելություն, քան նոր էսկալացիա եւ Թուրքիայի նատոյական զորքերի ներկայություն Հարավային Կովկասում։ Գիտեք, շատ տարբեր են մոտեցումները, թե ինչ կլինի ավելի շահեկան Ռուսաստանի համար։ Մոտեցումներից մեկն այն է, որ քանի որ ինչպես ասացի, քաղաքական բավարար ռեսուրսներ չունի ազդեցություն ունենալու ամբողջ տարածաշրջանում եւ իր կամքը թելադրելու ով ինչպես իրեն պահի եւ ստատուս քվոն պահպանելու, ապա գոնե միջնաժամկետ մակարդակում իր համար ավելի լավ է Հայաստանում ունենալ իշխանություններ, որոնք այնքան էլ չեն ասոցացվում իր հետ եւ այն բոլոր ձախողումները, որ արդեն իսկ ունեցավ Հայաստանը, դրանք վերագրել հենց նրան, որ բավարար լավ չէին հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մյուս մոտեցումն այն է, որ ամեն դեպքում այս ընտրությունները կարող է ինքը համարել այսպես վերջին ճակատամարտը եւ թույլ չտալու, որ այս տենդենսը շարունակվի եւ օգնելու են բոլոր ուժերին, որոնք որ խոսում են հենց Ռուսաստանի հետ շատ ավելի սերտ հարաբերություններ ունենալու մասին։ Եվ վերջին դիտարկումները կապված նրա հետ, թե տեղեկատվական մակարդակում ինչքան շատ ռեսուրս է ծախսվում հենց ռուսական ուղղորդմամբ, խոսում է նաև փաստարկ է այդ պնդման օգտին, բայց ես կուզեմ նաև երրորդ տարբերակը քննարկենք։ Իսկ ինչ եթե Հայաստանի հաբ լինելը եւ կամուրջ լինելը արևմուտքի եւ արևելքի միջև, հյուսիսի ու հարավի միջև, ինչ որտեղ կարող է օգտակար լինել նաեւ Ռուսաստանին։ Սա վատ չէր լինի, որ ռուսաստանյան շրջանակներում լինեին նաեւ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ, որոնք սրա մեջ նույնպես հնարավորություն կտեսնեին եւ դա կլիներ իհարկե մեզ համար ամենաշահեկան տարբերակը, որովհետեւ անգամ եթե ուկրաինական ճակատում ինչ որ համաձայնության գան Արևմուտքը եւ Ռուսաստանը Թրամփի ակտիվ ջանքերի շնորհիվ, չեմ կարծում, որ ընդհանուր քաղաքական ու տնտեսական հարաբերությունները Եվրամիության հետ առաջիկա տարիներին կկարգավորվեն այնպես, որ Ռուսաստանը կկարողանա ամբողջությամբ այսպես բացվել աշխարհի առաջ։ Իսկ փակված Ռուսաստանը երկարաժամկետ կտրվածքով չի կարող շահած դուրս գալ։ Եվ իրեն պետք են լինելու առնվազն Ղազախստանի, Հայաստանի, մյուս երկրների նման գործընկերներ, նույն Ադրբեջանի, որոնք իր հետ կպահպանեն նորմալ հարաբերությունները, բայց նաև կլինեն կապող օղակներ նաև արևմուտքի հետ որոշակի կապեր ունենալու, օգտվելու այն զարգացվածության այն մակարդակից, որին կհասնեն այս երկրները, սա իհարկե կլիներ իդեալական տարբերակը, որը շահեկան կլիներ նաև Հայաստանի համար, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանը ամեն դեպքում փորձում է բոլոր այս ուղղություններով փորձել ինչ-որ բան անել, եւ նաեւ պիտի հաշվի առնենք, որ Ռուսաստանն էլ քաղաքական միջավայրն էլ Ռուսաստանի միատարր չէ եւ տարբեր պատկերացումներ կան, թե ինչպես պետք է վարվել Հարավային Կովկասի հետ եւ լավ կլիներ, որ իմ նշած այս երրորդ գաղափարների կողմնակիցները ոչ միայն լինեին Ռուսաստանում, այլ նաև գերակշռող դեր ունենային։ Ինչ վերաբերում է Թուրքիային, չմոռանանք Թուրքիայի նաև դերակատարությունը, պարզ է, որ Թուրքիան կուզի, որ Հարավային Կովկասում լինի ամենաառանցքային, այսպես ասած, ազդեցիկ ուժը, չմոռանանք, որ Թուրքիան տարածաշրջանային երկրներից միակն է, որ բոլոր 3 երկրների հետ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան սահման ունի եւ իր համար նաև Հայաստանի հետ սահմանի բացումը այդ տնտեսական ազդեցություն ունենալու տեսանկյունից կարևոր է շատ, բայց որպիսի այն ուռճացված սպառնալիքները այս իրականության հետ շարունակեն աղերս չունենալ Հայաստանի համատեքստում, մենք պիտի կարողանանք Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների այլ գործընկերների հետ ունենալ այնպիսի կայուն տնտեսական նաև կապեր ու զարգացող հարաբերություններ, որ որևէ երկիր տարածաշրջանում չկարողանա այդ տնտեսական գերակայությանը հասնել։ Աննա, շատ շնորհակալ եմ այս համապարփակ վերլուծության համար, ցավոք մեր ժամանակը սպառվեց։ Ես մի հարց ունեմ, որը բոլոր հյուրերիս եմ տալիս եւ պիտի խնդրեմ, որ շատ բլից, այս անգամ շատ բլից ռեժիմով պատասխանես այդ հարցին։ Ինչու պետք է մարդիկ հունիսին 2026 թվականին վեր գնան ընտրություններին եւ ընտրություն կատարեն որևէ մեկի օգտին։
Որովհետև դա ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտավորությունն է, այլ նաև դա այն բացառիկ իրավունքն է ցույց տալու, թե Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին ինչ է մտածում ինքն իր ապագայի, ինքն իր զավակների ապագայի մասին եւ նաեւ ցույց տալու, որ բոլոր այն պատկերացումները իր մասին, որ նսեմացնում են իր հասունության մակարդակը, իր պատկերացումների շրջանակը աշխարհի ու տարածաշրջանի մասին իրականությանը չեն համապատասխանում եւ նաեւ եւս մեկ անգամ հիշեցնելու, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեի որևէ քաղաքական համակարգ եւ առավել եւս արտաքին դերակատար չի կարող իր նպատակներին հասնել։ Այո, շատ շնորհակալ եմ զրույցի համար։ Մենք կհանդիպենք հաջորդ եթերաշրջանում փետրվարին։ Շնորհակալություն։